Դաս 7-րդ։ Այս անգամ պատրաստում ենք ափսե բնական տերևների օգնությամբ։ Նախ ընտրում ենք այն տերևը, որի ֆորմայով ցանկանում ենք լինի մեր ափսեն։ Գրձնակում ենք կավը, այնուհետև տերևների օգնությամբ ստանում ֆորմա։ Կտրում ենք եզրերն այնպես, որ տերևի տեսք ստանա։ Կավին տալիս ենք ափսեի տեսք եւ հեռացնում տերևները։ Հեռացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ տերևները լավ է դաջվել ափսեի վրա, որպեսզի կարիք չլինի մի քանի անգամ դաջելու։ Տերևները հեռացնելուց հետո ստանում ենք վերջնական տեսք։ Այսօր շատ հետաքրքիր բան ենք սովորել։ Սովորել ենք, թե ոնց կարելի է տարբեր ինչ-որ կողմնակի միջոցներով կոպիտ ասած, բնությունից տրված, օրինակ տերևներով, այսպես հետաքրքիր բաներ ստանալ։ Շատ հետաքրքիր process է։ Իրականում ինքը տեխնիկապես այդքան է բարդ չի, ինչքան ուրիշ բաներ օրինակ գանչարը, բայց ինքը շատ հետաքրքիր process է ու շատ sense մտքին ազատություն տվող, այսինքն ինչ ուզում ես կարես իրանից ստանաս։ Սովորեցինք տերևը տպել, ընկել ամանի վրա։ Իսկ թվում է, հա, չեմ մտածում ինչ-որ պրոֆեսիոնալ մակարդակի հասայի հարգել ոչ պրոֆեսիոնալ, բայց իրողական իսկ թվում է հաստատ կուզեմ ինչ-որ ինքս իմ համար կամ իմ տենց սիրելի մարդկանց համար ինչ-որ բաներ սարքեմ։ Իհարկե, հենց դրա համար եմ սովորել, որ տարբեր բաներ կարող եմ պատրաստել։ Հա, իհարկե, ու հոտնել ես տերևների շատ հաճելի զգացվում է։ Այո, շատ տարբեր շիձեաներ կարելի է փորձել եւ տարբեր կնիքներ դնել կավի վրա եւ գունավորումը հենց անել, որ հնարավորին չափ բնության գույների մոտ ստացվի։ Գիտեմ, որ կարելի համել ծաղիկներ օգտագործել։ Ծաղիկներով եք ուզեի փորձեի։ Կարելի է փորձել ծաղիկ դրա վրա։ Հետևիր մեր էջին, որ բաց չթողնես մյուս դասերը։